Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ինչ արդյունքներ կարձանագրի ձեր կարծիքով, մասնավորապես կապված Արևելյան Ռուսաստանի ուղղության եւ Հարավային Կովկասի հետ։ Արդյունքների առումով դժվարանում եմ ասել, բայց որ քննարկվում է Վրաստանի հարցը նախ եւ առաջ, հետո իհարկե որոշակի առումով կքննարկվի Ուկրաինայի հարցը, փաստ է։ Փաստ է նաեւ, որ այս գագաթնաժողովը անթակույց կերպով ուղղված է հենց Ռուսաստանին դիմակայելուն եւ հաստատվելու ըստ էության դե ֆակտո, այսինքն փաստացի կայացված անորոշումը, որ 4 գումարտակներ պիտի տեղադրվեն Մերձբալթյան 3 երկրներում, գումարած Լեհաստանում։ Փաստորեն ըստ էության ճանաչվում է սրանով Ռուսաստան-Արևմուտք հակասությունները նաեւ ռազմական դաշտում եւ սա լուրջ ազդակ է ուղղված Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ նրանց ղեկավարների կողմից։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Վրաստանը նույնպես Վրաստանի հանգամանքը ավելի շուտ նույնպես ուղերձ է Ռուսաստանին եւ ամենայն հավանականությամբ որոշակի կամ առավել բարձր համագործակցության ֆորմատ կսահմանվի, կամ ուղղակի հնարավոր է բացառված չէ, որ որոշում կայացվի ինչ որ պահի Վրաստանը ներառելու ՆԱՏՕ-ի կազմ, որը իհարկե Ռուսաստանի համար կլինի չափազանց լուրջ եւ ծանր քայլ։ Փորձագետները քիչ հավանական են այսօր համարում անգամ այդ անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը Վրաստանին եւ ասում են, որ մոտ ապագայում այդքան հնարավոր չի Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Դրանում կա բավական մեծ ճշմարտության հատիկ, բայց ասել միանշանակ շատ դժվար է, որովհետև այն գործընթացները, որոնք ընթանում են կուլիսներում, գոնե այս պահին անհնար է հասկանալ։ Ամեն դեպքում տրամաբանորեն պետք է որ դա չլինի անմիջապես, բայց իրադարձությունները ընդհանրապես տարածաշրջանում եւ Եվրոպայում զարգանում են այնքան արագ, որ բացառված չէ, որ գործողություններն այդ ուղղությամբ նույնպես որոշակի արագություն ստանան։ Իհարկե Ուկրաինայի մասով, անշուշտ Ուկրաինայի պարագան այլ է, թեև մինչև ուկրաինական իրադարձությունները հայտնի Վրաստանը եւ Ուկրաինան մեկ ընթացքով էին ընթանում, բայց Ուկրաինան շատ ավելի հետ է մնացել այս հարցում Վրաստանից։ Ձեր կարծիքով Ռուսաստանը կհայտարարվի պաշտոնապես որպես սպառնալիք ՆԱՏՕ-ին։ Սա ինչ նշանակություն ունի մեր տարածաշրջանի եւ Հայաստանի համար։ Այս Կովկասյան Սևծովյան տարածաշրջանը դառնում է ինչ որ կարևոր հարթակ դիմակայության այս երկու կենտրոնների։ Կովկասյան տարածաշրջանը միշտ է կարևոր հարթակ, ուղղակի խնդիրը նրանում է, որ ցավոք սրտի Հայաստանում դա չեն հասկանում եւ երբեք չեն էլ հասկացել, ընդհանրապես խոսքերի մակարդակով են հասկացել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի պաշտոնապես հակառակորդ հայտարարվելուն, ապա ՆԱՏՕ-ի անդամ առանցքային մի շարք երկրներ արդեն իրենց ռազմական դոկտրիններում կամ ուղղակի շատ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարել են, որ Ռուսաստանը հակառակորդ է եւ նկատի ունեն իհարկե նաեւ ռազմական հակառակորդ։ Այնպես որ եթե դա հայտարարվի կամ չհայտարարվի, դրանից մեծ բան չի փոխվում, վերաբերմունքն ընդհանրապես հասկանալի է եւ գագաթնաժողովը հրավիրվում է հենց իրականում Ռուսաստանի առանցքի շուրջ։ Կա վտանգ, որ Հայաստանը կարող է ներքաշվել այս դիմակայության մեջ։ Հայաստանը ընդհանրապես գտնվում է վտանգների գոտում եւ գծում, բայց ներքաշվելու առումով ինչպես պիտի Հայաստանը ներքաշվի, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ որևէ ինքնուրույն քաղաքականություն չի իրականացնում։ Այսինքն որ կողմից որ Հայաստանի դաշնակիցները Հայաստանին ներքաշեն, այնպես էլ Հայաստանը ներքաշվելու է։ Բայց Հայաստանը նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր։ Ինչպես պետք է Հայաստանը վարվի, որպեսզի չվնասի այդ հարաբերությունները եւ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ։ Արտաքին առումով հարաբերությունները չեն վնասվի, բայց իհարկե Արևմուտքի կողմից Հայաստանը այլևս չի դիտարկվում որպես կիսաչեզոք կամ լավագույն դեպքում կիսաչեզոք երկիր այս առումով, այնպես որ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ հստակ է եւ ակնհայտ է, որ Հայաստանը ցավոք սրտի անկախ սուբյեկտ միջազգային հարաբերություններում դե ֆակտո անկախ չի հանդիսանում։ Գագաթնաժողովից հետո Հարավային Կովկասը ինչ նշանակություն է ստանալու ՆԱՏՕ-ի համար, կարող է բարձրացվել Կովկասի կարգավիճակը։ Դրանց ես ուղղակի ուշադրություն չեմ դարձնում, չեմ հասկանում անկեղծ ասած ինչ է նշանակում Կովկասի կարգավիճակը բարձրանա, կան դե ֆակտո կարգավիճակներ, որոնք կամ բարձր են կամ ցածր են։ Հիմա Օվկիանիայի երկրները գրեթե կարգավիճակ չունեն այդ առումով, ռազմավարական առումով, Կովկասը եւ միջին կամ մերձավոր արևելքը միշտ ունեցել են։ Այսինքն
ինչ որ բաներ խոսեն, ինչ որ բաներ անեն, չգիտեմ, այսինքն խոսքերը ամենևին կարևոր չեն այս հարցում։